Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է արմատական ֆաշիստական խմբավորումների 16 անդամի, այդ թվում 10 անչափահասի։ Հետաքննչյան տվյալներով նրանք առանձնապես դաժանորեն բռնություն են գործադրել տարբեր տարիքի անձանց նկատմամբ։ Գործակալությունը նաև հրապարակել է տեսանյութեր, կադրերում երևում են բռնություն և նվաստացուցիչ գործողություններ։ Վիզաների մշակման կասեցումը վերաբերում է ներգաղթային վիզաներին և չի տարածվում այլ նպատակներով տված վիզաների վրա։ Սա արտաքին գործերի նախարարության Ամերիկայի դեսպանի պաշտոնակատարի պարզաբանումն է։ Գործակալությունում կողմերի միջև հանդիպում է տեղի ունեցել, նախարարության տվյալներով հունվարի 15-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ամերիկյան կողմը փոխնախարարին մանրամասն տեղեկություն է տրամադրել պետդեպարտամենտի կողմից որոշակի կատեգորիաների վիզաների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու որոշման մասին։ Հարցը վերաբերում է աշխարհի ավելի քան 70 երկրի, այդ թվում Վրաստանի քաղաքացիների համար վիզաների մշակման կասեցմանը, որը վերաբերում է ներգաղթային վիզաներին։ Նույն հանդիպման շրջանակներում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, նշվում է արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։ Վրացական երազանքը պատասխան է պահանջում BBC-ից, պաշտոնապես ուղարկած բողոքը քաղաքական գնահատականների թեմա է։ Այն վերաբերում է BBC-ի ֆիլմին, որտեղ քննարկվում է Վրաստանում քիմիական զենքի կիրառումը։ Վրացական երազանքի տվյալներով բողոքում նշվում է, որ վրացական երազանքի դեմ տարածված ստերը նպատակ ունեն հարձակվել վրացական պետության վրա։ Կառավարության թիմը հույս է հայտնում, որ BBC-ն կընդունի իր սխալը և ներողություն կխնդրի Վրաստանի կառավարությունից։ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է զենքի գերակայունության ինդեքսը։ Վրաստանը առաջին տեղում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Փաստաթուղթը պատրաստվել է Համաշխարհային արդարադատության նախագծի կողմից։ Միացյալ Նահանգները Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը նվիրաբերել է 234,150 ԱՄՆ դոլարի չափով հրշեջ և կապի սարքավորումներ։ Վերոնշյալը տեղի կունենա երկրի միջև երկկողմ համագործակցության շրջանակներում։ Ներքին գործերի փոխնախարար և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարը հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի ռազմական խմբի պատվիրակության և ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատարի հետ։ Պատվիրակության անդամները այցելել են նաև արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի շենք և ծանոթացել կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին։ Ադրբեջանական «Սոկար» ընկերությունը սկսել է Վրաստանով գազ մատակարարել Ավստրիային և Գերմանիային։ Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ սրանով նրա աշխարհագրությունը Եվրոպայում ընդլայնվում է և գնորդ երկրների թվում հասնում է 16-րդ տեղում։ Խողովակաշարի միջոցով եվրոպա-ադրբեջանական գազի մատակարարումները սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Միացյալ Նահանգները կանգնած է Իրանի Քաջարի ժողովրդի կողքին և Թրամփը չի հանդուրժի փողոցներում անմեղ մարդկանց սպանությունը։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մայք Վալցը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է վերոնշյալի մասին, որը տեղի ունեցել Միացյալ Նահանգների խնդրանքով։ Նա ասել է, որ իրանական ռեժիմի կողմից սեփական ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնության և ճնշումների մակարդակը բացասաբար է անդրադառնում միջազգային խաղաղության և անվտանգության վրա։ Գրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի սեփականությունը, չի ցանկանում լինել նաև Միացյալ Նահանգների մի մասը։ Մենք Գրենլանդիան ընտրում ենք որպես Դանիայի թագավորության մաս, ասել է Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։ Հավաքված մոտ 300,000 գրենլանդացիների առջև ելույթ ունենալով Նիլսենը շեշտել է միասնության անհրաժեշտությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները եվրոպական երկրները լիովին ունակ են պաշտպանել իրենց տարածքը ցանկացած սպառնալիքին։ Այս մասին ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Լատվացի գործընկեր Բայբա Բրեյսի հետ մամուլի ասուլիսում նախարարը խոսել է դաշնակիցների միջև երկխոսության կարևորության մասին։